Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը Հայաստանը։ Ուրեմն լսեք, Ալեն Սիմոնյան, Ադրբեջանը, որ սպանել է հազարավոր մեր տղաների, Ադրբեջանը, որ 1 տարի շարունակ սովի մեջ է պայլարցախցի երեխաների, Ադրբեջանը, որ գողացել է մեր հայրենիքը, Ադրբեջանը, որ ոչնչացել է մեր պատմամշակութային ժառանգությունը, խոշտանգել կանանց եւ պահում է գերիներ, չի կարող լինել մեր անվտանգության երաշխավորը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը առաջին հերթին հայ զինվորն է, սպան, անվտանգության երաշխավորը մեր ուժեղ բանակն է, որի ողնաշարը դուք կոտրել եք։ Հայաստանի անվտանգության երաշխավորը առաջին հերթին նաև քաղաքական բարձր կամք ունեցող ղեկավարությունն է, որից ի դեպ դուք զուրկ եք։ Բայց հունիսի 7-ից մենք տալու ենք ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն ունենալու մեկնարկը։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը բերելու է ուժեղ խաղաղություն բազմակի երաշխավորությամբ։ Ի գիտություն ձեզ, Ադրբեջանի գլխավոր երաշխավորը իր եղբայրն է, իր մեծ եղբայրն է Թուրքիան, որին ի դեպ ձեր քաղաքական ղեկավարը հաճոյանում է, գիրքն է գրկում, Արարատն է ուրանում, ցեղասպանության հարցն է արտաքին օրակարգից հետ մղում, բայց գալիս է փոփոխությունների ժամանակը, գալիս է ուժեղների ժամանակը։